Միջազգային վերլուծաբանները, տարածաշրջանային փորձագետներն առավոտից քննարկում են վերջին ամիսներին անընդհատ սպասվող, բայց միաժամանակ Իսրայելի անակնկալ ուժգին հարվածը։ Իսրայելի պաշտոնյաները հայտարարում էին, թե իրենց քայլերը համաձայնեցնում են Միացյալ Նահանգների հետ, սպասում են դիվանագիտական գործարքի։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նախօրեին հազանգում էր, որ տարածաշրջանային պայթյունը ժամերի հարց է։ Իրենք ամեն կերպ բոլոր հնարավոր միջոցներ եւ շատ գրագետ կերպով ձեռք են առել, որպեսզի հարվածը անսպասելի լիներ։ Հակառակ դեպքում Իրանը կարողանար գոնե որոշակի ուներ հնարավորություններ շատ սահմանափակ, բայց հոպով կանխել կամ գոնե ասենք այդ կարևորագույն ռազմական ոլորտի եւ միջուկային ֆիզիկայի ոլորտի մասնագետների անվտանգությունն ապահովել, գուցե նաեւ հենց այդ միջուկային օբյեկտների վրա հոպ ուրեմն համակարգեր տեղակայել։ Եթե Իրան-Իսրայել հակամարտությունն ընդլայնվի գնատեպի զարգացում, ապա մեծ է հավանականությունը, որ այն կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի, ինչից եւ չի կարող խուսափել Հարավային Կովկասն, ասում է Արմեն Պետրոսյանը։ Փորձագետն հազանգում է, որ Ադրբեջանի կողմից նպատակային գործողությունների դեպքում Հայաստանը նույնպես կհայտնվի մարտահրավերների առաջ։ Տևական ժամանակ Ադրբեջանը հենց պատրաստվում է նման տարածաշրջանային պատերազմի, այսինքն այնպիսի իրավիճակի, երբ տարածաշրջանում քաոս կլինի, որևէ իրավական ռազմաքաղաքական մեխանիզմ չի աշխատի եւ նրանք կփորձեն այդ պայմաններում ուրեմն հատկապես Սյունիքի նկատմամբ իրականացնել ինչ-որ ռազմագործողություն։ Արմեն Պետրոսյանը տարածաշրջանում իրավիճակի թեժացումը պայմանավորում է 3 հանգամանքով։ Որքանով է Իրանի գործող վարչակարգը տրամադրված վճռական գործելու Իսրայելի դեմ, այսինքն շարունակական գործելու, փորձելով հասնել ռազմավարական կորուստներ իր հակառակորդներին, այնպես ինչպես Իսրայելն իրականացրեց Իրանի դեմ։ Հաջորդ հանգամանքը փորձագետի համոզմամբ պայմանավորված է Իրանի ներքին զարգացումներով, հաշվի առնելով, որ Իսրայելն իր դաշնակիցների հետ մշտապես փորձել է պառակտումներ եւ ըմբոստություն հրահրել Իրանում։ Առիթից կարող են օգտվել Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք տևական ժամանակ աշխատանքներ են տանում Իրանի թյուրքախոս հատվածներում հակաիշխանական տրամադրություններ ու անջատողականություն բորբոքելու նպատակով։ Արդյոք միջազգային հանրությունը, արևմտյան խաղացողներ, Ռուսաստան, տարածաշրջանային խաղացողներ, Թուրքիա, մի շարք կարևոր արաբական երկրներ կփորձեն կանգնեցնել հակամարտությունը, թե կթողնեն, որ դա խորանա։ Արմեն Պետրոսյանը վստահեցնում է, եթե Իրանը լուրջ պատասխան գործողություններ չիրականացրեց Իսրայելի դեմ եւ հեղինակության եւ ազդեցության առումով մեծ վնաս կկրի։ Դրա հետևանքով էականորեն կթուլանան ինչպես Թուրքիային որպես տարածաշրջանային մրցակից, այնպես էլ Ադրբեջանին զսպելու Իրանի հնարավորությունները, ուստի Իրանը ստիպված կլինի հակահարված տալ։ Նարինե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։